Լրատվական ռադիոյի եթերում Թարմուղեղով հաղորդաշարն է շարունակում իր աշխատանքը, տաղավարում Գարեգին Խումարյանն է եւ մեր հյուրերն են այսօր Ռուսաստանի եւ Լիբանանի հայ համայնքների համեմատական վերլուծություն գիտական ուրեմն հետազոտության հեղինակներ, աշխատանքային խմբի գիտական խմբի անդամներ Համազած Դանելյանը ղեկավարը եւ Վարակ Սիսարյանը վերլուծաբան։ Վիժնը ո՞րն է ձեր առաջարկած, այսինքն վերջնական այն գործով այն ալգորիթմը, որը դուրս է գալիս ձեր հետազոտությունից։ Դուք երկու բևեռ եք ուսումնասիրել, մեկը հարաբերականորեն դրական պատմություն, մեկը պրոբլեմատիկ։ Հիմա ինչպիսին է ձեր տեսլականը Սփյուռքի հետ կապված եւ Սփյուռք-Հայաստան կապերի հետ կապված, որը ձեր հետազոտությունից բխում ըստ էության։ Այսպես, եթե մի քանի բառով, ինչ պետք է լինի։ Եթե շատ կարճ մի քանի բառով, Ռուսաստանում կա կոորդինացիայի պակաս։ Կան տարբեր նախաձեռնություններ, կան տարբեր կառույցներ, բայց չկա այդ ի տարբերություն Լիբանանի, որտեղ հենց պետության կողմից լեգիտիմ կառույց կա եկեղեցին, հա, որ ճանաչված է, չկա այն կառույցը, որը կկարողանա մոբիլիզացնել, հա։ Միգուցե այս վակումը հեղինակության վակումը որոշ չափով կարող է լցվել Հայաստանի ավելի պրոակտիվ ներկայությամբ, որովհետև կան նաև մրցակցություն կառույցների միջև, եւ երբ որ մրցակցում են հավասարը հավասարի հետ, համագործակցության պակաս կա, հնարավոր է որ հայկական պետությունը կարողանա ավելի դրական դեր ունենալ մարդկանց եւ կառույցների միջև այդ կոնֆլիկտները հարթելու կամ գոնե առանձին ուղղությունների շուրջ իրենց իսկ այսօր Հայաստանի դերը ինչպես կբնորոշեիք։ Դուք առաջարկում եք որ մենք լինենք սիմետրիկ զուգահեռական հարաբերությունների մեջ փոխգործակցության, ենթադրում եմ որ այսօր այդպես չի, իսկ այսօր ինչպիսին է Հայաստանի դերը Սփյուռքի։ Գիտեք շատ տարբեր պատկեր եղավ եւ այստեղ էլի սուբյեկտիվ է եւ մեր հարցազրույցներում կային տեսակետներ, որոնք ճանաչում էին այդ դերը եւ գտնում են որ հիմա արդեն այդ դերը խաղում է հայկական պետությունը եւ կային նաեւ դրան հակադարձող տեսակետներ բավական ներկայացական կառույցներից որ պետությունը կամ ավելի пассив է կամ ավելի միակողմանի է նախընտրում աշխատել որոշ կառույցների որոշ խմբերի հետ եւ պակաս ուշադրություն է դարձնում այլոց իր ներքաղաքական կոնյունկտուրայից ելնելով հավանաբար Եվ նույնը կապված էր նաև եկեղեցու դերի հետ, որ եկեղեցին գոնե առանձին համայնքներում հանդես էր գալիս նախևառ որպես կրոնական կառույց եւ ոչ համայնքային։ Ասենք անգամ միջադեպեր կար, որ չգիտեմ, եթե դու ուզում ես եկեղեցու միջոցառման մասնակցես, ուրեմն ընդ որ միջոցառումը կարող է ոչ կրոնական լինել, աշխարհիկ թեմայով լինի։ Խաշկերույթ օրինակ։ Խաշկերույթ չի, ասենք ցեղասպանության հիշատակման միջոցառումների նախապատրաստում, բայց այնտեղ կարևոր է առաքելական եկեղեցու հետևորդ լինել։ Այսինքն եկեղեցին առաջարկում է կամ իմ հետևորդն ես փաթեթային, հա, իր ամբողջ բաներով կամ մեծ հաշվով դու դուրս ես մնում այն ամեն ինչից ինչ որ ես եմ նախ։ Դրա կվինտեսենցիան Լիբանանում է, երբ ռամկավարները մի եկեղեցի են գնում, դաշնակցականները մեկ այլ, նույնիսկ ֆոլկլոր է մտել։ Այլևս չէ։ Առաջ է։ Հույս կա Ռուսաստանում էլ կարող է փոխվել։ Կուզեի նշել այստեղ, որ ասենք կարևոր միտքը առաջացավ նաև այստեղ այլ խնդիր մգա, որ երբ որ խոսենք այսօր Հայաստանեն գաղթած Ռուսիո մեջ գտնվող հայկական համայնքի մասին կամ հայերը, որոնք գաղթած են կորզի համար, նաև կարծեմ հետաքրքրությունը կբացի կամ բացած է հայ մնալու կամ հայ մնալու նկատմամբ ինչը Լիբանանի մեջ չի գնար այդպես։ Մարդստեղից Ռուսաստանը գնացել որ հայ չմնա ինքը դրա համար էլ արդյոք այդ է, այսինքն ինքը ճիշտ է որ տնտեսական բաներն ելելով կացած է, բայց արդյոք ինքը հայութենեն մարդիկ սկսած են փախուստ տալ։ Շատ ներողություն, շատ կարևոր թեմա մի ամբողջ ուղղություն բացեց վարագը, որ հատուկ ուշադրություն չդարձրեցինք, բայց այդ սուբյեկտիվ ինքնության ընկալման հարցը, երբ որ Լիբանանում ունես իրավիճակ, երբ որ մեծամասնությունը իրեն համարում է օտար միջավայրում, մինչդեռ Ռուսաստանի պարագայում մի կողմից հարազատ է, մյուս կողմից միջավայրը պարտադրում է ավելի հեշտ ու արագ ինտեգրվել, որովհետև առանձին ուղղություններում հաջողության հասնելու համար ավելի քո հայկական ինքնությունը կարող է խոչընդոտ լինել։ Մինչդեռ իրավիճակը այլ է Լիբանանում, հա, այսինքն նաև կա այդ
միջավայրի պարտադրող բանը, որ որքան շուտ դու ասիմիլացվես, որքան շուտ թեկուս ազգանունի ակնհայտորեն հայկական ծագումը նշող անուն ազգանունը փոխես եւ այլն, այդ նպաստում է առանձին առումները։ Տարածիորեն 3 մի հետաքրքիր հոդված տարածվեց, թե որ նախագահի օրոք, որ տարում որքան մարդ է արտագաղթել, ուրեմն դե ամենաշատը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով 92 թվականին շուրջ 250,000, 91, 92, 93 թվական։ Ռուսական սփյուռքի կառուցվածքի մասին խոսելիս պետք է եւս մի բան հաշվի առնել, այ որքանով է նա հայ մնում եւ այլն եւ այլն։ Ռուսական սփյուռքի մեջ բավականին զգալի է դասալիքների տոկոսը, պատերազմի դասալիքների, այսինքն երիտասարդ տղամարդկանց, ովքեր 91-ից 94-95 թվականներ այդ ժամանակահատվածում ուղղակի փախել են Հայաստանից, որպեսզի հանկարծ ու հանկարծ այնպես չստացվի, որ իրենք էլ են այդպես մասնակցել իրենց հայրենիքի պաշտպանության, այդ պարամետրն էլ է պետք հաշվի առնել, ու ես ինձ վրա քաջություն կվերցնեմ ասել, որ իրենց մեծամասնությունը այնուամենայնիվ Ռուսաստանում է, իրենք հիմա ամուսնացել են, իրենք արդեն երեխաներ ունեն եւ այլն, բայց պետք չի մոռանալ, որ այդ սփյուռքի այդ հատվածի մեջ համակարգաստեղծ գործոններից մեկը դասալքության արդյունք է։ Դասալքություն միգուցե բարի, եթե լայն իմաստով բարի ամենանեղ ու իրավաբանական իմաստով։ Եթե 250,000-ի մասին ենք խոսում, այնտեղ չգիտեմ, մի քանի հազարի մասին կարող է այդ խոսքը լինի, բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր հանգամանք է հենց մոտիվացիան, հա, երկրից այլ երկրում հայտնվելու դրդապատճառները։ Եթե Լիբանանում գտնված մարդիկ իրենց նախնիները այնտեղ են հայտնվել առանց ընտրություն ունենալու, սա կամավոր, մեծապես կամավոր արտագաղթի, թեև այստեղ սահմանները նորից օգտված են, հա, բայց ավելի շատ կամավոր արտագաղթի հետ գործ ունենք։ Մի ուրիշ կարևոր հանգամանք է, որ մենք Ռուսաստանում պակաս թիվ չեն կազմում Ադրբեջանի հայերը, նորից գալի թվերի մասին ենք խոսում, եւ առնվազն որոշ շրջանակների կողմից կա տրամադրվածություն, որ մենք այստեղ ենք հայտնվել, մենք մեղք չունենք, որ այստեղ ենք հայտնվել զոհի բանով, ընկալմամբ, որ ինչ-որ պատերազմ սկսեց, մենք մեր համար շատ հարմար ապրում էինք մեր սիրած քաղաքում, Բաքվում, ռուսերեն խոսելով, ու մեկ էլ մենք ստիպված էինք կորցնել ամեն ինչ, տեղափոխվել եւ ամեն ինչ զրոյից սկսել։ Եվ մի քիչ կոնֆլիկտային ընկալում կա նաև Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանցիորեն, որովհետեւ մենք իրենց ոչ ընդունեցինք պատշաճ կերպով, որովհետեւ այդ զանգվածի մեծ մասը ինքը այնուամենայնիվ Հայաստանի միջով է գնացել։ Մարդիկ եկել են Հայաստան, իսկ հետո տարիների ընթացքում չադապտացվելով կամ ավելի կարճ մեր թերի պետականության բաններ էլի, այդ մեծ ողբերգությունը մենք այդ մարդկանց չկարողացանք պատշաճ։ Սա կարծեմ մի մեծ այլ խոսակցության թեմա է Հայաստանի կարողությունը վերջին 25 տարիներին ինչպես է փոխվել Հայաստանում էլի կապված հայրենադարձություն հետ, բայց Հայաստանում հայտնված ոչ հայաստանցի հայրին ընդունելու, ինտեգրելու ուղղությամբ, որտեղ առանձին հարցերում տեսնում ենք, որ առաջընթաց կա, առանձին հարցում տեսնում ենք, որ խնդիր կա, բայց նորից եթե հայրենադարձությունը կարևորում ենք, այս կողմից պետք է ոչ թե ակնկալել, որ կամավոր սփյուռքը դուրս է գալու, բայց ցավոք սրտի իրատեսական է, որ ժամանակ առ ժամանակ հայկական համայնքները տարբեր երկրներում խնդիրներ ունենալու եւ այդ խնդիր ունենալուց հարց է առաջանալու արժի գնալ Հայաստան թե չէ եւ այնտեղ ոնց կարող ենք մնալ թե չէ եւ այս սրան նախապատրաստվելն ավելի կարևոր։ Մանավանդ որ շատ լավ թարմ օրինակներ ունենք։ Մեր խումբը 4 հոգի է, գարեվ պետք է նաեւ ավելցնեմ, այսինքն նաեւ մաս կազմեն Նինա Քանքանյանը եւ Նաիրի Շորջյանը, որոնց նաեւ ուզեք շնորհակալություն հայտնել։ Հայաստանում են թե Այո, մենք Հայաստանում ենք։ Ես միտքը շարունակեմ, քանի որ այս երևի թեմաներից ամենակարևորն է առհասարակ, էլի, եկեք պայմանավորվենք այս ամսվա ընթացքում եւս մեկ անգամ հանդիպենք, արդեն ընդլայնված կազմով ձեր մնացած գոլեգաներին էլ բերենք, պայմանավորվեցինք եւս մեկ անգամ այս ամսվա ընթացքում մի անգամ էլ հանդիպենք բոլորով առանց սահմանափակման, ինչքան ստացվի, որովհետեւ այն անկեղծ ու համապարփակ խոսակցություն ինքներս մեր մասին ինձ թվում է մենք բոլորս դրան արժանի ենք թե Հայաստանում թե դուրս։ Հրավերքը ծիրով ընդունված է։ Շնորհակալություն։